Բարև սիրով ձեզ եմ ողջունում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդայի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց ՊՕԱԿ-ի 7-րդ Բ դասարանի սովորողներ Թամարա Պողոսյանը, Կամիլա Սաֆարյանը, Գոհար Սեթրակյանը, Արաքսիա Ավետիսյանը, Ռուզաննա Գրիգորյանը և Թերեզա Դավթյանը։ Մենք մեր պատմության ուսուցչուհի Քաղցրիկ Ամիրխանյանի հետ իրականացրել ենք նախագծային աշխատանք Հայաստանի պատմություն առարկայից։ Ընտրել ենք թեման Արտաշեսյաններ, բխեցրել հիմնախնդիր, ինչ գնահատանքի է արժանացել Տիգրան Մեծն իր ժամանակակիցների և իր հաջորդների կողմից։ Որպես պրոդուկտ որոշել ենք մեր կատարած ուսումնասիրությունների հիման վրա կազմել տեղեկատվական գրքույկ և նվիրել մեր գրադարանին, որպեսզի բոլոր աշակերտներն իրազեկվեն։ Կատարելով ուսումնասիրություններ արդյունքում ստացել ենք հետևյալը. Տիգրան II Արտաշեսյանը Արտաշես առաջին բարեպաշտի թոռը գահակալելով Քրիստոսից առաջ 95-55 թվականներին կարողացել է ստեղծել իր ժամանակների հզորագույն տերություններից մեկը։ Տերություն, որի սահմանները ձգվում էին Կուր գետից մինչև Եգիպտոս, Միջերկրական ծովից մինչև Ծովից ծով Հայաստան։ Իր գահակալության ընթացքում արժանացել է մեծ, արքայից արքա աստվածային տիտղոսների, որոնք գրվել են նրա դրամների վրա։ Թեև Քրիստոսից առաջ 66 թվականի Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը թեև կորցրեց իր նվաճած բոլոր տարածքները, բայց և այնպես նրան հաջողվեց պահպանել մեծ հայքի թագավորության ամբողջականությունը։ Ուսումնասիրելով պատմությունը և հին հեղինակների աշխատությունները Տիգրան Մեծի մասին նկատել ենք, որ նրանք գովերգել են Տիգրան Մեծին ոչ միայն որպես անպարտելի զինվորական առաջնորդի, այլև որպես իմաստնու և բարեպաշտ կառավարիչի։ Ամենայն հավանականությամբ հենց նրա օրոք է ձևավորվել հայ ժողովրդի ինքնության այն հատվածը, որը գոտեբնդվում է ազգային հպարտությամբ և անկախության գիտակցությամբ։ Տիգրանի փառքի և ժամանակակիցների կողմից գնահատված լինելու մասին է վկայում հետևյալը. երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ, միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայրաստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը, երկրի ավագանեն ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ։ Հավանական թեկնածուներն էին Մեհրդադ VI Եվպատորը, Եգիպտոսի Պտղոմեոսը, բայց ի վերջո ընտրությունը կանգ առավ հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով, ռազմական հզոր ուժ ունենալն էր։ Մեր թվարկությունից առաջ 84 թվականին հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան ասորիկ։ Տիգրանը Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։ Հայ պատմահայր Մովսես Խորենացին գրում է. «Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր, և որ իսկական մարդը, որ սիրում է հայրենի արժեքներն ու խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրան նման լինել»։ Տարիների ընթացքում Տիգրան Մեծի անունը դարձել է խորհրդանիշ հայերի համար, ներկայացնելով ազգային միասնություն, քաջության և պետությունը հզորացնելու ձգտման ոգին։ Նրա թողած ժառանգությունը ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր ողջ մնաց հայկական հավաքական հիշողության մեջ։ Պլուտարքոսը նկարագրում է Տիգրան Մեծի թագավորական պալատի փառքը, որտեղ նրա ծառաներն անգամ թագավորներ էին։ Նա շատ թագավորների ուներ սպասավորի կարգավիճակով, որոնցից 4-ը մշտապես իր կողքին էին որպես թիկնապահներ։ Երբ նա ձիավ էր գնում, նրանք հասարակ շքազգեստներով վազում էին նրա ձիու կողքով, իսկ երբ գահին նստած հրապարակում հրամաններ էր արձակում, նրանք կանգնում էին նրա շուրջը։ Տիգրան Մեծի պետական գործչի տաղանդը հատկապես արտացոլվեց նրա հիմնադրած նոր մայրաքաղաքում՝ Տիգրանագերտում, որը դարձավ ողջ կայսրության քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Այստեղ նա բնակեցրեց ոչ միայն հայերին, այլև իր նվաճած երկրներից բերված հույն բնակչության մեծ հատվածին։ Պլուտարքոսը վկայում է, որ Տիգրանը Միջագետքը հեղեղեց հելլեններով, որոնց ամբողջ քարավաններով բռնագաղթեցրեց Կիլիկիայից ու Կապադոկիայից, բնակեցնելով նրանց իր մայրաքաղաքի մոտ։ Այս քաղաքաշինության արդյունքում Տիգրանագերտը շուտով դարձավ բազմամարդ և շեն քաղաք։ Հիշատակվում է, որ քաղաքն ուներ անգամ վեհաժուկ թատրոն, արտացոլելով հայկական թագավորության մշակութային վերելքը Տիգրանի օրոք։ Պտղոմեոս մեծապետը իր իշխանության սկզբում Եգիպտոսի թագը կտակեց Հռոմին, բայց ժողովուրդը ապստամբեց և թագավոր հռչակեց Տիգրան Մեծի դաշնակից թեկնածուին, ինչի շնորհիվ որոշ ժամանակ Պտղոմեոսյան Եգիպտոսը փաստացի դարձավ հայամետ պետություն։ Այս լայնածավալ դիվանագիտական և ռազմական գործողությունները Տիգրանին վերածեցին իր ժամանակի ամենահզոր և ավտորիտար տիրակալի, որի որոշումներից կախված էր արևելքի երկրների բախտը։
20-րդ դարի օտարազգի մտածողները Տիգրան Մեծի մասին։ Երբ խոսում ենք Հայաստանի պատմության մասին, պետք է հասկանանք, որ խոսքը մեծ քաղաքակրթության մասին է։ Տիգրան Մեծը անկասկած իր դարաշրջանի ամենաիմաստուն և քաջ արքան էր, մինչդեռ որպես հրամանատար Տիգրան արքան խամրեցնում էր Մարկոս Լուկինիոս Կրասուսին և Միհրդադ Եվպատորին։ Կարլ Շիփման, Յեյլի համալսարանի հնագույն պատմության պրոֆեսոր։ Այդ ժամանակներում արքայից արքա տիտղոսը մեկ բան էր նշանակում՝ աստվածային ծագում։ Տիգրանը մարմնավորում էր մեծ հայքի ոգին։ Անարդար է, որ այսօր հաճախ ենք խոսում նրանց մասին, ովքեր եղել են Տիգրանի աշակերտները և վասալները։ Եգիպտոսի Պտղոմեոս 12-րդ փարավոնին հաջողվեց զավթել իշխանությունը միայն Տիգրանի ռազմաքաղաքական աջակցության շնորհիվ։ Մայքլ Էլփիսթոն, Լոնդոնի հնագույն պատմության հնագիտական թանգարանի նախագահ։ Այսօր հաճախ չես հանդիպի պատմական հրապարակումների, որոնք կարդացել են Տիգրան Մեծի կառուցած կայսրության ողջ մեծությունը։ Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ Հռոմն արժանի մրցակից է ճանաչել միայն մեծ հայքին։ Վինսենտ Արթուր Սմիթ, Օքսֆորդի հնագույն պատմության ինստիտուտի գիտաշխատող։ Միհրդադ արքան փորձում էր ստեղծել յուրահատուկ ասիցի, որը կստվերի բոլոր մյուսները, եւ իհարկե նա հասկանում էր, որ Հռոմի դեմ պատերազմն անխուսափելի է լինելու։ Այն ժամանակ միայն հայոց թագավոր Տիգրանը կարող էր իրեն թույլ տալ հավասար պատերազմ կայսրության դեմ, ուստի նա փորձեց Տիգրանին ներքաշել ուղիղ առճակատման մեջ, սակայն վերջինս իմաստուն կառավարիչ էր եւ հասկանում էր, որ դա կործանարար կլինի Հայաստանի համար ներքին անկայունության պատճառով, բայց Միհրդադը լինելով նուրբ դիվանագետ եւ նպատակասլաց քաղաքական գործիչ, իր դստերը Կլեոպատրային ամուսնացրեց հայոց թագավորի հետ։ Ռիչարդ Թոմաս, ամերիկացի պատմաբան, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։ Տիգրան Մեծը հին աշխարհի այն սակավաթիվ արքաներից էր, ով երբեք միայնակ որոշումներ չէր կայացնում։ Յուրաքանչյուր ոլորտում նա ուներ խորհրդականներ, որոնց կարծիքը միշտ լսում էր։ Զինվորական խորհուրդը, որը բաղկացած էր կայսրության ամենանշանավոր զորավարներից, ուներ մեծ արտոնություններ՝ Արաս Բագարատը, Մերուժան Ռուշտունին, Կայսար Բագունցը և Սախվար Կուխբացին։ Այս ամենի հետ մեկտեղ Տիգրանը բարձր կոչումներով երես չէր տալիս իր գեներալներին, քանի որ հասկանում էր, որ բանակը կարող է կազմալուծվել։ Ամբողջ կայսրությունից հավաքված էին լավագույն տնտեսագետները, ճարտարապետներն ու բժիշկները, որոնք զարգացնում էին հիմնարար գիտությունները, սակայն անհասկանալի է մնում մեկ այլ հարց, թե ինչու հայերը չեն ձգտում հնարավորինս հանրահռչակել իրենց ժողովրդի պատմության մեծագույն անհատականությունը։ Քրիստոֆեր Ուոքեր, Օքսֆորդի համալսարանի պատմության պրոֆեսոր։ Հսկայական կայսրությունը, որը կազմված էր բազմաթիվ ցեղերի բազմազան խառնուրդից, իրենց մշակույթներով և լեզվական բարբառներով չի կարող մեկ գիշերվա ընթացքում դառնալ համերաշխ և ամուր քաղաքական կառույց։ Տիգրանի գլխավորությամբ միավորվեցին ցեղային, նահապետական կենսակերպ ունեցող տարածքները և պարսկական ու պարթևական ավանդույթի կիսաֆեոդալական երկրները, հելլենիստական թագավորություններն ու քաղաք-պետությունները բնորոշ ինստիտուտներով։ Տիգրանին արքայից արքա ճանաչած հարևանները պարտավոր էին նրան խստորեն սահմանված տուրք վճարել, իսկ պատերազմի դեպքում օժանդակ զորքեր ուղարկել։ Միևնույն ժամանակ այս թագավորություններից յուրաքանչյուրը և յուրաքանչյուր ինքնավար հայկական իշխանությունները պահպանում էին իրենց օրենքներն ու հատուկ կարգավիճակը մեկ միասնական կայսրության շրջանակներում։ Դեյվիդ Լանգ, Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Տիգրան Մեծի փառքի մասին է վկայում նաև հետևյալը. Տիգրան Մեծն այն միակ արքան է, ում նվիրել են թվով ամենաշատ համաշխարհային մեծագույն կոմպոզիտորների կողմից գրված օպերաները։ Նրան է նվիրված 23 օպերա, որոնք գրվել են ամենահայտնի եվրոպական կոմպոզիտորների կողմից։ Կարևոր փաստերից է նաև այն, որ Տիգրանի մասին մեզ հասած տեղեկությունների 90%-ը օտար պատմիչներից է՝ Ստրաբոն, Ապիանոս, Պլուտարքոս, Ցիցերոն, Դիոն Կասիոս և այլոք, նրան անվանելով մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով։ Հայ նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը բնութագրել է Տիգրան Բեին. Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է մեծ տիտղոսին, պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը։ Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգել են նրան մարդկային ու կյանքի արքայական առաքինությունները։ Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդանգին գոհարները և փոխանցել սերունդներին։ Տիգրան Մեծի թեմային տարբեր ժամանակներում անդրադարձել են բազում հայ գրողներ։ Տիգրան Մեծին նվիրված գեղարվեստական գործերից արժե հիշատակել Հովհաննես Շիրազի «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը» պոեմը, Խաչիկ Դաշնյանցի «Տիգրան Մեծ» չափածո դրաման, Հայկ Խաչատյանի «Տիգրան Մեծ» հանրահայտ պատմավեպը։
Հայաստանում արքայի պատվին անվանակոչված է Երևանի քաղաքային նշանակության փողոցներից մեկը՝ Տիգրան Մեծի պողոտան, որը սկսվում է Հանրապետության հրապարակից և ավարտվում Սասունցի Դավթի հրապարակում։ 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքով սահմանվել է Տիգրան Մեծի պատվո շքանշան։ Արքայից արքայի քարակերտ արձաններ տեղադրվել են ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Վաղարշապատում և Արտաշատում։ 2016 թվականին նկարահանվել է «Հին արքաներ» պատմական և գեղարվեստական հեռուստասերիալը, որը պատմում է Տիգրան Մեծի գահակալման մասին։ Այսպիսով Տիգրան Մեծի կերպարը շարունակաբար ոգեշնչել է գրողներին և պատմիչներին, նրան համեմատել են Ալեքսանդր Մակեդոնացու և մյուս մեծ նվաճողների հետ։ Սակայն Տիգրան Մեծի ամենամեծ հաղթանակը թերևս այն էր, որ նա աշխարհին ցույց տվեց հայ ժողովրդի կարողությունն ու տաղանդը, կերտելով մի կացություն, որն անգամ ժամանակի հզոր թշնամիների դեմ գոյատևեց և իր շունչը թաղեց պատմության հոլովույթում։ Ծանոթանալով Տիգրան Մեծի գործունեությանը, մենք նույնպես մեր գնահատականն ենք ձևավորել կենսագրական բանաստեղծությունների տեսքով։ Տիգրան ես դու Արտաշեսյան, որդին ես դու Տիգրանի, քաջ ես եղել և համարձակ նվաճել ես շատ երկրներ, հայրենիքդ ընդարձակել ծովի սով ես այն դարձրել։ Ալեքսի Ավետիսյան և Ռուզաննա Գրիգորյան։ Տիգրան ես դու Արտաշեսյան, զարմիկն անվախ արտավազդի, եղել ես քաջ ինչպես առյուծ ու հեռատես, ինչպես արծիվը։ Նվաճեցիր դու վեհաշուկ Անտիոքը ու իջեցիր ծովի սով Հայաստանում, Գոհար Սեթրակյան։ Մեր մեծ Տիգրան Արտաշեսյան, Տիգրան առաջինի դու լավ զավակ, ուժեղ, բարի ու առնական, գրավեցիր Պարտեվսանը, արքայից արքա Տիտղոսը, Թամարա Պողոսյան և Թերեզա Դավթյան։ Արտաշեսյան Տիգրանն ես դու, Միհրդատին դարձար ընկեր ու բարեկամ, քաջ ու հզոր մեր մեծ արքա, գրավեցիր Միջագետքը Սելևկյանն ու Կիլիկյանը, Տիտղոսներ քեզ շնորհեցին Աստվածային ու արքայից արքա, Կամելա Սաֆարյան։ Իսկ հիմա համառոտ մեր աշխատանքների մասին։ Շնորհակալություն։